Բարի օր ժողովուրդ ջան, ես ուզում եմ այսօր մի քիչ զրուցենք հանրության հետ, ուզում եմ տեղյակ պահել, որ ես այս պահին նստած եմ եւ զրուցում եմ 44 պատերազմի մասնակից հերոսաբարգավաճ Շմավոն Մելքոնյանի պապի հետ, որ ամեն օր այդպիսի օր չկա, որ ինքը իր թորրան գերեզմանը չգնա, հոկտեմբերյանի Արմավիրի մարզի որ գյուղն է ձերը Երասխահուն, չէ, Երասխահան գյուղից, Երասխահուն գյուղից, այտենց հանդիպել ենք, զրուցում ենք այն անտարբերությունը, որ ինքը իր հոգում զգում է պատերազմի մասնակից տղերքի միգուցե ոչ բոլորի հանդեպ, բայց էտել երևի ընտրություն է, երևի էտել են ընտրում, թե ում հանդեպ, որ զոհվածի ընտանիքի հանդեպ ինչպիսի ուշադրություն դարձնեն, պարզ է, որ բոլորն էլ ինչ-որ ֆինանսական աջակցություն ստանում են, աջակցություն է դա, բայց նաև կա այլ նրբություններ, որ այդ նրբությունները պետք է հաշվի առնենք մենք, եթե մենք կերտում ենք պետություն, եթե մենք ուժեղացնում ենք պետությունը, մենք չպետք է կատարվենք մեր արմատներից, մենք չպետք է այն տղերքի արյունը ուրանանք, այն տղերքի գործը ուրանանք ու այդ տղերքին մոռանանք, ովքեր որ իրանց կյանքը չեն խնայել եւ այսօր մեր հետ չեն, հավերժացել են, երկնքում են, ու լինում են նաեւ այդպիսի դեպքեր, հաճախ եմ նկատեմ, որ հաշմանդամություն ունեցող պատերազմի մասնակից տղերքի հանդեպ համարժեք վերաբերմունք չեն ցույց տալիս, կամ ընդհանրապես պատերազմի մասնակից ակտիվորեն պատերազմին մասնակցել է, բայց համարժեք էլի ուշադրություն չեն դարձնում, կա վիրավորանք քաղաքացու սրտում դեպի պետություն։ Ես կուզենայի, որ այս վիրավորանքները վերանար, այսինքն համարժեք եւ հարգալից վերաբերմունք ցույց տային բոլոր այն մարդկանց, ովքեր որ պատերազմին մասնակցել են, իսկ եթե մասնակցել են եւ մեր հետ չեն, գոնե իրանց ընտանիքների հանդեպ այդ վերաբերմունքը լիներ։ Ես Շմավոնի պապի հետ, Նշան պապի հետ, այսա մոտորապես մի ժամա նստած զրուցում ենք, իմ համար էլ է վիրավորական, ես էլ հիշեցի դեպք իմ հետ կապված զինվորական ծառայության ժամանակ, որ ամբողջ դիվիզիայով հնչվել է իմ անուն ազգանունը, որ Գևորգ Արստամյանը հերոսաբար կանգնել է եւ չի լքել իր դիրքը ջրհեղեղի նման տենց ուժեղ բան է եղել, պետք է գային ինչ որ կոչում տային, ինչ որ գովասանակ իրա, չգիտեմ, էլ ես չեմ տեսել էդի, բայց սաղ դիվիզիայով հնչվել է, պետք է տային, տենց զինվոր 19 տարեկան սպասել են, որ կտան, ես էլ ես լավ կզգամ, չեն տվել ու չեմ էլ վատ զգացել, ուղղակի սաղ կյանքը հիշում եմ, որ իմ գործնեության մասի խոսացել եմ, բայց չի եղել։ Հիմա իմ թեման մի կողմ, ըստ է ուրիշ երևույթ է, ես շփվելով Շմավոնի պապի հետ, Նշան պապի հետ, այսպիսի իր մոտ զգացել եմ վիրավորանք եւ անտարբերություն իր թորրան կատարած գործի եւ թորրան հետ եւս 4 հոգի են եղել, ովքեր որ միասին են զոհվել, ուժեղ դիմադրություն ցույց տալով Ադրբեջանին, ես կընթերցեմ անունները եւս տղերքի, Սեդրակ Սարգսյանը, Ավետիք Կարճիկյանը եւ իրանց հրամանատար Արմեն Գրիգորյանը, ոնց հասկացա Սիսյանի ջոկատն է եղել Նշան պապի։ Սիսյանի ջոկատն է եղել։ Տղերքը բոլորը հերոսաբար կռվել են եւ Նշանի հրամանատարը Արմեն Գրիգորյան, չէ՞, ոնց հասկանաս, Գևորգյան թե Գրիգորյան։ Գրիգորյանը զոհվելուց մի օր առաջ զանգել էր Նշանից Նշան պապի ինձ տունա զանգել, հենց քովորա չի անձնապես զանգել է, ասել որ քո տղան վաղը իշնելու են, պետք է իրանց հերթափոխ անեն, Եղեգնաձորի տղերքը չէ, թե վայքի տղերքը պետք է գային իրանց հերթափոխ կատարեն, հերթափոխ անեն, իշնելով զորամաս հերոսի կոչում եմ տալու, որովհետև չես պատկերացնում Նշան պապի, թե ինչպես է բանաջնջում ադրբեջանական զորքերը, այդ թազա ինչ-որ զենքի տեսակով էր, ինքը որ այդ զենքը նոր էր երևի բանակը մտել եւ Շմավոնը կարողանում էր լավ տիրապետել այդ զենքին եւ ուժեղ հարվածներ հասցրել Ադրբեջանի բանակին։ Ու դժբախտաբար ցավոք սրտի հաջորդ օրը տղերքը ոչ մեկն էլ ողջ չի մնում, բոլոր 4-ն զոհում են։
ու այն պարագայում, երբ որ տեղերքին գալիս էին, խուճապ մտցնում, ասում են ինչ եք կռվում, թողեք փախեք, Նիկոլը սաղ է հողերը, նշան պապին էլ է այդքանը տեղյակ, իր թոռանն են ասել այդքանը, զոհվել է 14 ամսի 14-ին հոկտեմբերի գիշերը, այսինքն հոկտեմբերի 1-ից մինչև 14-ը 2 շաբաթ գրիվ էր տալիս ու չէր փախնում այդ խուճապ մտցնողների խոսքերից։ Չնայած նրան, որ կային մարդիկ, ովքեր որ հավատում էին, որ խուճապ մտցնողներին հավատում էին, դե որ ծախածայիշ կանգնեն, կռվեն, փախնում են, բայց նշան պապի թոռը եւ իր անգերները 4 հոգով զորքերի տեղաշարժ ա եղել հետնահանջի, իրանք այդ քարը նկատելով շարունակել են իրաց դիրքերում մնալ եւ ուժեղ հարվածներ հասնել ադրբեջանցիների։ Հետագայում դե զոհվել է 6 ամիս շարունակ աճյուններ ման գալիս նշան պապին իր թոռան, մի կերպ ինքն է կարողացել գտնի։ Հա 4 տղեր չէ, հա 3 մի հոգի։ Արմենը գտել։ Հա, Արմենի շուտ գտել են, բայց 3 տղերքինը չեն գտել։ Հա, նշան պապի միջոցով կարողացել են գնալ ման գան 6 ամիս շարունակ գտել են։ Հիմա անցել է արդեն 6 տարի, Նիկոլ Փաշինյանը պարզում է, որ նաև այցելել է Գերեզմանը եւ ընդ մոտիկացել է Շմավոնի Գերեզմանա քարին եւ ճանաչել է նույնիսկ ասել է ես ճանաչում եմ այս տղայի պապին 3 անգամ իմ մոտ եկել է, չգիտեմ եթե Նիկոլ Փաշինյանը լսի այս եթերը ինքը կհաստատի, որ այդպեսի նյութն էլ կա, ուղղակի մենք չգտանք այդ նյութը ես ձեզ ցույց տամ, որովհետեւ 6 տարվա նյութ է, բայց այսպեսի մի հատ նյութ կա, մի հատ պահ կա, որ այդ պահի շուրջ ես ուզում եմ խոսանք, այսպեսի հերոսական ճանապարհ անցած տղու հետ պահու պետքա իս թվում է ինչ որ կոչում տային, այդ ես եմ տենց մտածում ու նշան պապին էլ հոգու խորքում վիրավորանք ունի, որ հա եթե տեղերքը այդպես անձնվիրաբար կռվել են եւ իր հրամանատարը իր բերանից հնչվել է, որ ձեր թոռը հերոս տղա է, չեք պատկերացնի ինչպիսի հարվածներ է հասցնում Ադրբեջան, այսինքն արդեն տպավորությունը ստեղծվել էր նշան պապի մոտ եւ ինքը ողջևորված էր իր թոռով ու ինքը այսօր գիտի, որ իր թոռը հանուն հայրենիքի է զոհվել, դրա համար ինքը այսպես ասած մի քիչ միգուցե ճիշտ բառ չի հնչում, բայց երջանիկ ու հպարտ է, որ հայրենիքի համար է իր թոռը ընկել, բայց հայրենիքի համար մարտից հետո կարևորություն եմ համարում, որ պետքա նման տղերքին առանձնահատուկ ուշադրություն դարձնել, նման տղերքի հարազատները, ընտանիքի անդամները չպետքա վիրավորանք զգան, անտարբերություն զգան պետության կողմից իրաց նկատմամբ։ Իմ խորը համոզմամբ նշան պապի թոռը եւ իր զինակից 3 ընկերները, ես չգիտեմ մնացածի միգուցե շքանշան են տվել, ինչ որ ոնց է կոչում պատվոգիր են տվել, ինչ որ իրաց զինվորական ծառայության համար արիության նշան, թե քաջարի մարտիկ տարբեր շքանշաններ կա, չէ, տարբեր կոչումներ կա, միգուցե տվել են, ես տեղյակ չեմ, տվել են մնացած 3 տղաներին։ Չի իմանում, դե ամեն դեպքում նշան պապի թոռան չեն տվել։ Ես կուզենայի, որ այդ 4 տղերքը, որ արիաբար կռվել են ու այդ հետնահանջի հրամանները բանը իրանք չեն կատարել, գիտեին, որ իրանք հայրենիքի համար են կռվում, ոչ թե անձերի համար, քանի որ այսօր ակտիվ տարածված զրույց կա հայ հանրության մոտ, որ տղերքը գնացին կյանքը տվին Նիկոլի համար, տղերքը Նիկոլը տարավ, տղերքի գլուխը կերավ, բայց պարզում է, որ բազմաթիվ դժվար հարազատներ կան, պատերազմում զոհվածների հարազատներ եւ վիրավորների հարազատներ, պատերազմի մասնակիցներ, որ այդպես չեն մտածում, իրանք գիտակցում են, որ ոչ թե անձի համար էր այդ պատերազմը, այլ հայրենիքի համար էր այդ պատերազմը, եւ պարտությունը, որ ստացել ենք, դա այլ պատճառներ ունի, ես չեմ ուզում այսօրվա այս թեմայի մեջ պատմել ներկայացնել, ովքեր իշ ճանաչում են տեղյակ են իմ մեկնաբանությունները ընդհանրապես պատերազմից առաջ 94 թվից մինչև 2020 թվի բոլոր դեպքերի իրադարձությունների մասով։ Ես այսօր ուզում եմ խոսեմ, որ տղերքի գործը պետքա գնահատվի։ Եվ այսօր նշան պապի համար այդ փոքր մետաղի կտորը, որ պետքա օրինակ
տայիկ այդ մետաղի կտորը այդքան չի կարևոր ինքը մեկը իրա եւ իր շրջապատի մարդիկ տեղյակ են որ իր թորը հերոսաբար կռիվ ա տվել բայց միևնույն է անտարբերությունը եւ ցավը երևում է մարդու հայացքի մեջ երբ որ շփվում ես տեսնում ես որ վիրավորանք կա անտարբերություն բայց այդքանից հետո ես նկատում եմ նաեւ շատ կարևոր մի բան նշան պապին չի չարացել ոչ իր ազգի վրա ոչ իր պետության ղեկավարության վրա այն ինչ որ տեղի ա ունեցել իր ընտանիքում տեղի ա ունեցել հազարավոր տղերքի ընտանիքում հազարավոր տղերքի ընտանիքներ դժբախտացել են ու նշան պապին եւս դժբախտացել է բայց ինքը չի դադարում սիրել իր պետությունը սիրել իր երկիրը եւ համարել որ իր թորը կյանք տվել է հանուն հայրենիքի այլ ոչ թե որևէ անձի կամ խմբի համար ուսակցության համար ուժի համար այդպիսի բան չկա ես կուզենայի որ այն մարդիկ էլ ովքեր որ խառնում են հոգեվիճակները օգտվելով զոհվածների հիշատակի օգտվելով զոհվածների հարազատների սրտի մրմուրը դա ոչ մարդկային է ոչ բարոյական է խնդրում եմ դադարեցրեք այդ երևույթները ամբողջ համացանցը նկատում եմ ինչպես են այդպիսի զրույցներ անում տպավորություն ստեղծում թե իբր ավելի շատ են սիրում հայրենիքը ավելի շատ են մտահոգված պետության համար բայց ստե ուրիշ կեղտոտ խաղ գնամ նման մարդկանց կամ երկրպագած ղեկավարության մարդկանց միայն մեկ նպատակ ունեն իշխանափոխություն այդպես էլ միամիտ մարդկանց մոտ տպավորությունը իշխանափոխություն անելուց հետո բոլոր դարդերը ցավերը խնդիրները լուծվելու է ու երկրը կյանքը դառնալու է վարդագույն չկա այդպիսի բան հայ ժողովուրդը մի անգամ չի պատերազմի մեջ եղել ոչ էլ մեկ դար ա եղել որ առանց պատերազմի անցկացրել հայ ժողովուրդը բոլոր դարերում ունեցել է պատերազմներ եղել են բազմաթիվ պարտություններ եղել են բազմաթիվ կորուստներ բայց նորից վերագտել են իրանց եղել են որ պետականությունն են կորցրել եւ երկար տարիներ կամ դարեր չեն կարողացել վերականգնել իրանց պետականությունը մենք Փառք Աստծո Փառք Տիրոջը այսօր չենք կորցրել մեր պետականությունը ունենք այն եւ այն պետքա ջրել աճեցնել պետքա խնամք տանել պետքա հոգ տանելու համար գլխավոր իմաստը ես համարում եմ որ ինչպես նշան պապի թորը շմավոնը եւ իր ազինակից ընկերները այնպես էլ բազմաթիվ մարդ ու մնկած տղերքին պետքա գնահատենք ինչու մենք հայ ժողովուրդս ունենք հայկական ավանդույթներ, ունենք հայկական արժեքներ, ունենք կարևոր արժեքներ, որ միգուցե չունեն այլ ազգեր եւ այլ պետություններ։ Իսկ այդ ամեն ինչը պահպանվել է, թե հավատքը, թե քրիստոնեությունը, թե գիրգրականությունը եւ բոլոր ամեն ինչը պահպանվել է նշան պապի, թորի եւ մնացած մեր եղբայրների, հայրերի, ընկերների, որդիների միջոցով եւ եթե մենք համարժեք վերաբերմունք ցույց չտանք մենք կկործանվենք որպես ազգ ես չեմ ասել որպես պետություն կարող է մնանք պետություն բայց մարդկային եւ բարոյական արժեքները խոցված համարում եմ որ պետք է համապատասխան գերատեսչությունները առանձնահատուկ ուշադրություն դարձնեն նշան պապի եւ իրանց ընտանիքի ուղղությամբ եւ այն շքանշանը եւ այն կոչումը եւ այն մեդալը որ պետքա Արմեն Գրիգորյանի նշան պապի թորան հրամանատարի բերանից հնչվել է որ արժանի է քո թորը պետքա իջնենք տանք ու այդ մարդու երազանքներն էլա կիսատ մնացել ինքն էլա անմահացել չի կարողացել գոնե հրամանատար Արմեն Գրիգորյանի խոստումը ցանկալի է որ համապատասխան գերատեսչությունները կատարեն սա մի փոքր մխիթարանք կլինի նշան պապի եւ նշան պապի ընտանիքի համար խնդրում եմ այս ուղղությամբ շատ եմ խնդրում զբաղվեք դուք տեղյակ եք որ իմ նյութերը քաղաքական վերլուծություններ մեկնաբանություններ են հանրային հասարակական թեմաներ են բայց այսօր ես առանձնահատուկ զրույց ունեցա եւ ուրիշ ապրումներ եմ ունեցել նշան պապի հետ շփվելուց եւ այս ապրումները միշտ էլ իմ մոտ լինում է երբ որ ես զոհվածի հարազատի հետ շփվում եմ
Բերեք հարգենք, ոչ թե խոսքով, այլ գործով, բերեք հարգենք վերաբերմունքով, այլ տարբերակ չկա, մեր պետության գոյության, մեր ազգի գոյատևման, մեր պետական եւ ազգային արժեքների պահպանման համար միայն ու միայն պետքա այդ ամեն ինչի համար մարտում ընկած տղերքին պաշտպանել հետ մահու մեր վերաբերմունքով, որպեսզի դա եւս դառնա խրատ եւ դառնա դաստիարակություն այն նոր աճող սերնդի համար, որտեղ նոր պետքա գնան բանակ, որ նոր պետքա գնան սահման, որ նոր գնան ծանոթանան ինչ է պետությունը, իսկ պետությունը սկսվում է սահմանից, չկա մեկ պետություն, որ չունենա սահման, այդ սահմանները պահպանելու, այդ սահմանները պաշտպանելու համար բազմաթիվ կյանքեր ենք տվել, դրա համար, որպեսզի իմ երեխան, որ 12 տարեկան է, մյուսս 4 տարեկան տղերքս, մի քանի տարուց հետո մեծս կգնա բանակ, մի քանի ավել տարուց փոքրս կգնա բանակ, ինքը պետք է դաստիարակված լինի եւ այնպիսի զգացում լինի մոտ, որ ինքը իր կյանքը տալու դեպքում էլ հայրենիքին, իրանցից հետո իրանց ծնողները, իրանց հարազատները լինելու են ամեն կերպ ապահովված պետության կողմից, կարևորը գնահատված, կարևորը հարգված, իսկ հարգանքը դրսևորվում է մի փոքր վերաբերմունքով, այդ փոքր վերաբերմունքը ձեզանից մեծ բան չի գնում, ես կցանկանայի, որ առանձնակի ուշադրություն դարձնեիք Նշան պապի ընտանիքին եւ իր թոռան հետ մարտում ընկած տղերքին։ Նշան պապի, ինչ ասեմ, իմ հետևորդները լսում են, Նշան պապին ասենք գոհմարտ որ անցյալ 6 տարի նախարարությունում իրան ոնց դիմավորել են, ոնց են հարկի միջի հիմա չի մոռանում։ Այդ բոլորը իր երեխեքն են։ Առաջինը Արմենը Հովհաննեսյան իմ աղջիկն է։ Իմ աղջիկը ոչ թե աղջիկ, այլ իր տեսակով։ Արմենի նման շատերը կան, որ ես կանգնում եմ ունեցու կոչված այդ եղում, բոլորը ոտի կայնում, գալիս փաթաթվում են ինձ, Նշան պապի ջան, ինչ անենք, քեզի ոնց օգնենք, դաս վերաբերմունքը ինձ այնքան ուշ տվել, որ մինչև հիմա կարողանում եմ ապրել, դիմանամ, Գևորգ ջան, ինչ ասեմ, ախպեր, ես ուզում եմ, որ մեր պատկան մարմինները հաշվի առնեն մեր բալեքին, իմ շմավունի մարդ չեմ ասում, իրան գեների բոլորին, իրանց արածին թու, որ վաղը ես մերդեմ իմանամ իմ թորանս իշատակը վառ մնացել։ Ես նորից եմ ասում, անցնակ 6 տարի Արմեն Գևորգյանը ինձ ասում էր քո թորը հերոս է։ Ես վաղը իջնելու ենք, շմավուն հերոսի կոչում եմ տանում։ Ես չգիտեմ այդ ոնց է ինչի մարա, ես էլ եմ պատրաստել մասնակից, բայց այն ժամանակների Գևորգ ջան։ Ես մեր արած սխալն է, որ մեր եղքը զորվան։ Այն ժամանակ, որ մենք այս սխալը չանեինք, մեր եղքը չէին զորվել։ Սա Բեսելի մեղքի բաժինն է, որպես պատրաստում մասնակից։ Ապրեք, որ անկեղծորեն խոստովանում եք, թե չշատ բան։ Մենք մեղքի բաժինն ենք, մենք որ իմանայինք, որը որից հետո է, այն ժամանակ էր Ղարաբաղը տված, Գևորգ ջան։ Վազգենին, որ գյուլեցին, իմ տղուս բանակի քեֆի օրն էր։ Ասեցի Հայաստանը պրծավ, լավ Հայաստանը մնում է։ Ասի Վազգենը որ գնաց, այն Հայաստան չկա։ Այդ ռոմանսը սխամել էր թարգել եմ, Գևորգ ջան։ Այդ օրը կներես Նշան պապի, ես լավ հիշում եմ, 9 տարեկան եմ եղել, մեր տունը 2 հարկանի էր, երկրորդ հարկում էինք քնում, մենք իմ ծնողներս երեխեքով, տատս ու պապս էլ առաջի հարկում, դեպքը որ տեղի ունեցավ, դե հեռուստացույց ցույց են տվել, տատս բարձրացավ, մեր սենյակ նոր էինք հելել իբր որ քնենք, դե իրիկ ուներ, միգուցե Երևանում շուտ է լուրերը տարածվել, բայց Ստեփանակերտն ու Ղարաբաղ տարածվել է արդեն ուշ երեկոյան, որ այդ դեպքը տեղի է ունեցել, այդ դժբախտ դեպքը, իմ տատն էլ բարձրացել է սենյակ, լացակումած լացելով, որ դժբախտություն է տեղի ունեցել, մեր պետությունը քանդեցին։ Այդ նույն զգացումը, այսինքն որ ես ասել եմ Քոչարյանը Վազգենի գլուխը կերավ, վերջ։ Ասել եմ Հայաստան չկա, բայց փաստորեն գոնե Հայաստանը կա։
Հիմա նշան պապի անցել է ամեն ինչ, մենք շարունակում ենք ապրել այդքան դառնություններից, այդքան դժբախտություններից հետո նորից եմ ասում, ստե ամենագլխավոր խնդիրն է, որ պետքա գնահատվեն եւ արժեվորվեն այն մարդիկ, ովքեր որ արժանի են, բայց ցավոք սրտի տեսնում ենք մարդիկ նաեւ որ բազմաթիվ հանցագործություններ կատարած այդ թվում եւ մեր նշված այդ դեպքերի կապակցությամբ կան մարդիկ ազատության մեջ են եւ վայելում են իրանց ազատությունը։ Դրանք են հերոսները, Գևորգ ջան։ Հենց կան հերոսները, հիմա դրանք են։ Սա Հայաստանի փողերի կերերին հիմա հերոսներ են։ Միլիոնավոր բաներ ունեն։ Իսկ ես ոտքով 5 կիլոմետր գնում եմ թորը Երևանից գալու եմ։ Այդպես օլիգարխներ դրանց խալամավտոն ասեն նշան պապի ամեն օր Երևանից գալու եմ։ Արես մավտոն վերցրա, կեցած Երևանից գաս, որ կմերձես գան կտանենք։ Նշան պապի, ես տենում եմ որ նաև հասարակ կյանքով ապրող մարդ ես, այսինքն ձգտում չունես, նշան պապի տակի ավտոն տեսա 06-ա, եսին որ թվի, հա, 90, 70 թվի, ուղղակի թորի ավտոնա, ինքը շատ լավ խնամքով պահում է եւ քշում է ինչ որ հարազատական բան է, էլի երևի ինչ որ ջերմ կապող բան է վերջո։ Հարցը այն է որ նշան պապին ստե ոչ մի բանես ինքը չէր պահանջել, դա ես զրույցի ընթացքում վիրավորանքը իր զգացի, որ ինքը վիրավորված է իրան զգում պետության անուշադրության մասով։ Մենակ մի թեթե մխիթարանք էր, որ Փաշինյանը այցելել է Գերեզմանը, հա, բայց երևի հատուկ չի այցել, ուղղակի պատահական անցել է ու ճանաչել է։ Փաշինյանը ճանաչել է, ասել է այս երեխայի պապին 3 անգամ իմ մոտ այցելել է։ Հա։ Ես ակել հպարտացա։ Ու ամբողջ գյուղն է դիպա, որ երկրի ղեկավարը այս մարդու պապուն ճանաչել է։ Իր այդ ես չեմ անդեպ, որ ջան, ես Փաշյանի կողու կայնած չկամ։ Նա բողոքի բդրել այդ նախարարությունը ինքն դետեսել անձի ֆիքսել է։ Եմ թորը նկար իմ մոտ էր։ Նկարով ասել ես մարդու պապին իմ մոտ 3 անգամ եկել է։ Նշան պապի, դե այս թվում զրույցը կարևոր էր, զրույցը կարևոր է ոչ միայն ես խնդրեմ եմ մեր նախարարը Պապիկյան Սուրեն Պապիկյանին իմ շմավոնի նման տղաներին թող մեծարի, թող իրանց արժանիքներին հասցնի։ Ուրիշ բան չունեմ ասել, իմ թորը հերոս է, իրոք հերոս է։ Թող խոյանա, թող հետաքրքրվեն, թող իմանան։ Առանց հետաքրքրվելու вообще կյանքը տված տղերքը պետքա մեծ բարձանքի, մեծ գովասանքի եւ գնահատման արժանանան, նորից եմ կրկնում, դա զուտ պետքա ավանդույթ դառնա, որ վաղը մյուս օրը մեր երեխեքը բանակ գնալուց իմանան, որ նույնիսկ եթե իրանք մեզանից հեռանան, իրանք հավերժանալու են, այսինքն իրանց գործը չի մոռացվելու, իրանց գործը գնահատվելու է եւ իրանց ընտանիքի անդամները բարվոք ապրելու են։ Այդ մոտիվացիայով են շատ մարդիկ գնացել պատերազմ, իմանալով որ պետությունը իրանց թիկունքում է լինելու։ Շմավոնն էլ չի եղել զինվոր, կամավորական ինքը գնացել է պատերազմի մասնակցել, բայց չի մտածել որ վաղը վիրավորված կմնա իր հարազատը, իր ընտանիքի անդամը, իր պապին։ Հասկանում եք ինչա կատարում։ Սա շատ վատ երևույթ է, երբ որ բայց ես տեսեք վատ բան չեմ ասում եւ ոչ թե քննադատություն, այլ ակնարկում եմ տեղեկացնում եմ, որ համապատասխան վերաբերմունք ցույց տան բոլոր զոհվածների հարազատներին։ Ես վստահ եմ, որ ելի կլինեն մարդիկ զոհվածների հարազատներից, որ ունեն վիրավորանք հոգու խորքում պետության կողմից, անուշադրության մատնված։ Խնդրում եմ համապատասխան մարմիններ, պատկան մարմիններ, խնդրում եմ Հայաստանի Հանրապետության կառավարություն, խնդրում եմ պարոն Փաշինյան։ Եթե այսօր նույնիսկ Դες թվացյալ խաղաղություն է, ամենակարևորը որ կրակոցներ չկա, կարելի է եւ ասած ինչ որ ժամանակավոր խաղաղություն աստվածվա հաստատվի այդ խաղաղությունը եւ երբեք պատերազմ չլինի, բայց միշտ մտածեք որ հնարավոր է էլի կրկնվի նման դեպքեր, իսկ ազգը համախմբված եւ ազգը նվիրյալ կգնա պատերազմի եթե տեսնի որ գնահատված է այսօր 2026 թվականի հունիսի 24-ին Շմավոն պապին եւ Շմավոն պապի նման լիքը զոհվածների հարազատներ շատ եմ խնդրում ուշադրություն դարձրեք սա շատ կարեւոր է
Սա պետք է դառնա մոտիվացիա, սա պետք է դառնա սկզբունք, սա պետք է դառնա ավանդույթ։ Այդքանը երևի Ես մի բան ասեմ, ես շատ եմ շնորհակալ մեր գյուղի կազմակերպությունից, որ ամեն առիթների ոչ թե միայն իմ թորամը 4 հոգի զոհված կան։ Ամեն ծնունդի զոհված օրը ամեն ինչը մեզ արել են ծաղիկները խոնարհում, մեզ հրավիրում են։ Համայնքապետարանը։ Համայնքապետարանը։ Հա, դե փառք իրանց ապրեն իրանք Աստվածտա։ Ինչ ասեմ, շնորհակալ եմ։ Նարեկ ջան, աբլես։ Գևորգ։ Չէ, Նարեկը մեր գյուղապետն է։ Հա, Նարեկին, հա, Նարեկ ջան, աբլես։ Կներեք, ես ասի։ Գևորգը էս մեր աղբերն է, Նարեկ ջան։ Ինչ ասեմ, միշտ էր դիրքում մնաք, ես վատ բան չեմ պահանջում։ Ուղղակի ազնվություն եմ ուզում մտցնել մեր Հայաստանի մեջ Գևորգի միջոցով։ Մեր զոհված բալեկին թող մեզ արվեն, ինչ կնի։ Ես էլ մեկ էլ պարոն Փաշինյան, ես եմ ասում, ես իմ թորան հրամանատարի ասած է իրա գործեք, որ իրոք իմ թորայց է հերոսա, հերոսացել եք։ Այդքանը երևի չէ։ Ես շնորհակալ եմ, Գևորգ ջան, քեզնից էլ, մեր ամբողջ լսարանից էլ, հանրապետությունից էլ։ Ես պարտական եմ, ես պարտավորություն ունեմ եւ այն զգացումը, որ ես ինչ հնարավորություն ունեմ հայ ժողովրդի համար ոչ մեկից նեղացած չեմ, մենակ անտարբերությունից։ Ասում ենք 6 ամիս ես թոր եմ կորցրել։ Այդ բաները գնացել են ախպեր ջան, այդ կազմակերպությունների հետ կառավարական։ Ոչ նա տեր հայր իմ տունը չի մտել։ Դենեմեք ինչպիսի անարդարություններ կա հիմա։ Տեր հայր, թունդներ ասել հայկու տունը օրհնեմ։ Չկա դες։ Հայ առաքելական եկեղեցու հովիվները, հոգևորականները փոխարեն ես միջև այս զրույցը, միջև քո ասելը, ես ելի եմ շատ անդրադարձած, որ ինչ գործ ունի քաղաքականության մեջ։ Մենք այդ պատերազմյան շրջան ենք ապրում, լիքը զոհվածների ընտանիքներ կան, որ հոգևոր սնունդ են ուզում, իրանց պետքա հավատ ներշնչել, Աստծո սերը տալ։ Գնացեք այդ մարդկանց ընտանիքներ մտեք, օգնեք, ուր եք այդ հավատա իբր թե հավատացյալ։ Բարձումա որ հայ առաքելական եկեղեցին հաստորեն գրավված է, սենց արգրավված է, շրջափակված է անհատների ձեռնից, ովքեր որ իրանք սև շորեր են հագնում, իրանք կոչում են հոգևորականներ։ Հոգևորականը պետքա ազգի մոտ կանգնի։ Բայց բարձումա գիտեք ինչ, այդ նույն անձինք, այդ նույն հոգևորականների մեջ լիքը հոգևորականներ կան։ Մնացած այն որ եկեղեցի չեն մտնում, իրանք իրանց տանն են աղոթում, իրանք իրանց հավատքի տունը ունեն, հավատքի աղոթքի տունը ունեն, այդ մարդկանց ասում են, նրանք աղանդավոր են, նրանք պարակտում են եկեղեցին, տղեր ջան, հարգելի հոգևորականներ, դուք առաջինը դարձի եկեք, հասկացեք ինչ եք անում, եթե այս մարդու ընտանիքին գնում է ցավակցություն հայտնեմ, գնում է մղթարանք ասում, ինչ որ բան աջակցել են, գնում են ձեր ասած շակերտներով աղանդավորները, ինձ համար աղանդավոր չկա եւ ինձ համար չկա սենց վերցրած որ հայ առաքելական եկեղեցու հովիվները բոլորը իսկապես հավատացյալ են եւ Աստծուն են ծառայում։ Աստծուն ծառայելու համար առաջինը պետքա դուք ձեր ժողովրդին ծառայեք, այսպիսի մարդկանց ծառայեք, ովքեր ձեր կարիքը զգում են։ Ինչ ասեմ, իրանք էլ թող այդ ուղղությամբ մտածեն։ Որպես առաջնորդ Տեր հայր մնաք վազգեն առաջին։ Որ ես երեխա եմ բերել, ձեռը դրել եմ գլխին, հանքը մտնելուց։ Ես միշտ դե չեմ։ Հավանում չեմ ընդունում։ Վերջը հիասթափությունը ոչ միայն քաղաքական կամ ուժային պատկան մարմիններից է, այլ հիասթափությունը նաև տենում եք հոգևորականներից էլ է, ովքեր որ գրավել են հայ առաքելական եկեղեցին, բայց իրանց գործառույթը ոնց հասկանում եմ բիզնես ձեռնարկել, ֆինանսական հնարավորություններ ունենալ, ազատություն ունենան դեպի այլ պետությունների գերտերությունների մեծերի մոտ գնան, ինչ որ հրամաններ, պատվերներ, բաներ կատարեն, որտեղ կապ չունի ազգային որևէ թեմա, որտեղ կապ չունի ժողովրդի անվտանգության թեմա, ժողովրդի հոգևոր անվտանգությունը պետք է դուք պաշտպանեք։ Ու բազմաթիվ հոգևոր ցավի մեջ մարդիկ կան, որ հոգեպես խոցված ու ցավի մեջ են, այդ մարդկանց հետ արդյոք դուք շփվում եք, կապ ունեք։
Կիրակի օրը պատահականելով չի մենակ Ուրիշ լավություն արես մոմ վաճառելով չի։ Երբեք մի մարդ մի կոպեկ օգնել չեմ ուղղում։ Պատասխանի օրը վկնում էի լացնում են գյուղի մեջ մարդ կազգացել է այս Թամլոսյան գազարը Թամլոսյան գազար հանելա ասիրա հանելա ավտոմեշը փողաշը բրտե 50000 ռուբլի գնա կոթուրան այդ գիտեմ ուսը կնա իսկ լացնում ամութու ասել փողը վերցրեք լացին են գորժա այդին ծորել եմ քաշ ախպերս Բարզա այդ կարային պատկան մարմին անեն ոչ թե անատը Այդքանը ժողովուրդ ջան ուզեցի շփվել ձեր հետ կիսվել եւ նշանբապի հոգեվիճակը վրթովմունքը վիրավորանքը եւ իմ ձևով իմ պատկերացումներով իմ ընկալմամբ իմ գաղափարներով մեկնաբանել այդ ամենը շնորհակալություն որ հետեւում եք շնորհակալ կլինեմ եթե ունեք հնարավորություն պատգամ մարմիններին տենց համապատասխան գերատեսչություններին այս տեսանյութը ուղարկել միգուցե ինչ որտեղ մտածմունքի տեղ կտա եւ իրանք իրենց գործը կվերանայեն յուրաքանչյուր աշխատող մարդ իրավունք ունի սխալվելու այդ թվում մեր ռազմական գերատեսչությունները եւ քաղաքական ղեկավարությունները կարող է այս մի նրբության վրա ուշադրություն չեն դարձրել եւ կարիքը ունեն որ կողքից մենք դիտողություն անենք, ուղղություն տանք, խնդրենք, խորհուրդ տանք, մի բան ասենք, զրուցենք, մեր զրույցից էլ իրանք հետևություն անեն։ Այդքանը շնորհակալություն բոլորիդ, ես խոնարհվում եմ նշանպապի քո առաջել, բոլոր զոհվածների, հարազատների առաջել, ես էլ ձեր առաջ ունեմ, ձեր նման հերոսացին ծնողների առաջ ունեմ առաքելություն ուրախ կլինեմ որ գոնե ինչ որ չափով կարենամ ես էլ մի բանով օգտակար լինեմ իմ լսարանի իմ հետևորդների միջոցով խոնարհում ձեզ ուշքորով համբերություն Աստված ձեր ընտանիքի հետ եւ ձեր ընտանիքի այն գիտեմ որ նաեւ թորնուհի ունեք մի թե շատ քանի թորնուհի երկու արտիկան դա դստուս երեխա իրեք թորնու Իրանց ամենալավ բաները կյանքում դժբախտություն չտեսնեն եւ շմավոնի կյանքը որ կիսատ մնաց այդ կիսատ այն մնացած կյանքը որ պետք է ապրեր տա իր ընտանիքի փոքրիկ երեխաներին տա իր ընտանիքի անդամներին Աստված հոգին լուսավորի շմավոնի եւ իր երեք ընկերների հրամանատարի հետ գլխավորությամբ եւ ընդհանրապես բոլոր մեր զոհվածների հոգիները թող Աստված լուսավորի իրանք չեն մահացել իրանք հավերժացել են դա հաստատ մահացել է նա ով որ երկու ոտի վրա քայլում է եւ անիծում է փնովում է իր պետությանը փնովում վարկաբեկում բամբասում հայհոյանքներ անեցներ տալիս կապ չունի բոլորս էլ Աստծո զավակներն են այդպիսի մարդիկ երկու ոտի վրա իրանք մահացած մարդիկ են իսկ նշանպապի թորը եւ նշանպապի թորի մարտական ընկերները բոլոր մեր տեղերք ովքեր ընկել են մարտում իրանք ընդհանրապես ընկել են մարտում բայց հավերժացել են երկնքում իրանք ավերժության ճամփին են հարցա մենք ապրողներս ինչպես Աստված կդիմավորի մեզ երկնքում այդ արդեն հարցա մենք մեր պահվածքով մեր ապրածով ով ենք ինչ ենք անում այսքանը լավ մնացեք ժողովուրդ ջան հաջողություն